Պարոն Բեգլարյան, մինչև մեր հարցերին անցնելը կխնդրենք ձեր խոսքը օրվա հետ կապված 26 թվականի բարեմաղթանքը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, որպես բարեմաղթանք ուղղակի, քանի որ այսօր Սուրբ Ծննդյան տոնն է, հատկապես Աստծո օրհնության համար մենք աղոթենք ու հույս ունենանք, որ Աստծո աջը պահապան կլինի մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ ամենայն բարիք կլինի բոլորիս օջախներին։ Պարոն Բեգլարյան, այստեղ կայանալիք պատարագի հետ զուգահեռ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է պատարագ տեղի ունենում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը եւ ըստ էության նրա պահանջի համաձայն վեհափարի անունն այնտեղ կզեղչվի։ Դրանից հետո էլ ուխտերձ կկազմակերպվի էլի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ընդհանրապես եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը այսօր տեղի ունեցողն ինչպես եք գնահատում։ Հակասահմանադրական, հակականոնական եւ հակաբարոյական եւ հակազգային։ Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների հայտարարության մասով ինչ կասեք։ Մենք տեսանք անգամ նոր հայտարարություն են ստորագրել։ Ինչի մասն է ստորագրել է նաև Վրթանես Սրբազանը ու ինչ նորություն կա ձեր խնդրանքից, որտեղ Արցախահայերը դիմել էին վեհափար հայրապետին, խնդրելով Արցախի թեմի համար նոր առաջնորդ նշել։ Ես իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ անհատապես էլ հայտարարությամբ էլ, որը մարդու իրավունքների պաշտպաններով Արցախի եւ հասարակական կազմակերպություններով ստորագրել էինք եւ հստակ է իմ դիրքորոշումը եւ ընդհանրապես գործընթացի վերաբերյալ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ տեղի ունեցող ապօրինի ոտնձգությունների եւ Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ, իսկ մեր դիմումից դեռևս նորություն չկա։ Ես հույս ունեմ, որ վեհափար հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի։ Իհարկե դրան զուգահեռ պետք է նաեւ շատ թափանցիկ եւ արդյունավետ գործընթաց լինի եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցերը վերհանվեն եւ հասցեագրվեն, որպեսզի որևէ ձևով որևէ մեկը եւ հատկապես իշխանությունները չփորձեն նմանատիպ հարցերը շահարկել, բայց այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն։ Պարոն Բեգլարյան, այս ընթացքում դեր Վրթանեսի հետ խոսակցություն ունեցել եք, հնարավորություն ունեցել եք շփվելու։ Ոչ, ես չեմ ունեցել, տարբեր ընկերներ եւ գործընկերներ ունեցել են։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, այսպես ասեմ, բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ես արդեն այդ համոզմունքը ունեմ, որ տատասկոտ ճանապարհը շարունակում է։ Շնորհակալություն։